2024 թվական մարտի 5 Փոքրիկ աղջիկը չի կարողանում քնել ողջ գիշեր, չնայած նրան, որ արդեն ժամանակն է քնելու։ Դա նրան չի խանգարում ամբողջ գիշեր խաղալ իր խաղալիքների հետ։ Նա արթուն է և շարունակում է զբաղվել իր երևակայական խաղով, բայց նա չի կասկածում, որ ինչ-որ անսպասելի բան կարող է ընդհատել խաղը։ Երեխայի մոր խոսքով, ընտանիքը ծայրահեղ վիճակում էր այն բանից հետո, երբ դիտեց իրենց դստեր ննջասենյակի հսկող տեսախցիկի տեսանկարահանումը։ Այն նկարահանվել է երեկոյան ժամը 11-ի սահմաններում։ Can I play with you? Hey, can you play with me? Sure, I'll play with you. Let's go on the trampoline. Yeah. Boing, boing, boing. Boing, boing, boing. Boing, yum, doing, doing. What's going on? Let's go. Let's go. Մայրը շփոթված է, թե ինչու էր իր դուստրը գտնվում մահճակալի տակ և այդքան վախեցած։ Խաղալիքը միացավ ինքն իրեն և սկսեց նվագել նույն մեղեդին, որն էլ մրմնջում էր աղջիկը։ Նայեք, թե ինչպես ինչ-որ բան սահուն շարժումով աղջկան քաշում տանում է մահճակալի տակ։ Ընտանիքը չափազանց անհանգստացած է երեխայի անվտանգության համար։ Նրանք հավատում են, որ ինչ-որ բան խաղալիքով գայթակղել է նրան և քաշել մահճակալի տակ։ Դրանից հետո մայրը կողպեց այդ սենյակը։ Մի քանի օր անց նա արեց սա։ So I've been getting a lot of questions. People have been asking me, have you been in the room? Have you guys looked under the bed? No, we haven't. We haven't been in the room in the last 2 days. We've been a little scared. Should not be this scary right now.
Սարսափելի երեխա, որը պառկած է մահճակալի տակ։ Նա շարունակում է վախի միջով ձայնագրել սա, եւ երեխայի ուրվագիծը սկսում է շարժվել։ Նրա գլուխը թեթևակի շրջվում է, կարծես գիտի, որ իրեն տեսնում են։ Սարսափահար մայրը փախչում է սենյակից խուճապային մոլուցքի մեջ։ Բնականաբար, երեխայի ուրվագիծը որոշ ժամանակ անց անհետացավ։ Ամենագլխավոր հարցը՝ ինչ սարսափելի երեխա է թաքնված մահճակալի տակ, եւ արդյոք հենց նա քաշեց աղջկան մահճակալի տակ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունում, իսկ մենք շարունակենք։ Առավոտյան ժամը 9-ի սահմաններում Միլդրեդ անունով դեռահաս աղջիկը արթնանում է եւ հայտնաբերում, որ իր շունը փաթաթվել պառկել է վերմակի վրա։ Նրա շունը հազվադեպ է դա անում։ Այս անգամ նա որոշել է սեղմվել տիրոջ անկողնում։ Նա նկարահանում է իր վախեցած շանը, երբ տեղի է ունենում մի բան, որը նրան սարսափի է մատնում։ Տեսանյութը ուշադիր դիտելուց հետո կարելի է նկատել հետևյալը։ Հանդիսատեսի կարծիքով հիմա արդեն հասկանալի է, թե ինչու էր նրա շունը հանկարծակի այդքան վախեցած եւ սեղմվում տիրոջը։ Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան սենյակում էր։ Միակ մարդը սենյակում Միլդրեդն էր։ Թվում է, թե ուրվագիծը հայտնվում է եւ անհետանում։ Ահա նայեք տեսանյութի սքրինշոթը։ Միլդրեդը դրանից հետո ակնհայտորեն չի քնելու այս սենյակում։ Երեկոյան ընտանիքը տեսանյութ է նկարահանում ծննդյան օրվա կապակցությամբ։ Նրանք նշում են նրանց հայրիկի ծննդյան օրը, ինչպես կարող էր սովորական համեստ ընտանեկան տոնակատարությունը վերածվել սարսափելի մի բանի։ Ահա տեսեք։ My wife surprised me with some sorbet and my son blows out my candles. After relighting the candles, I looked at the footage and saw something. Սա արագ է տեղի ունենում, բայց եթե դուք չեք նկատել այն, նայեք կրկին։ Դժվար է միանգամից նկատել։ Եկեք դանդաղեցնենք կադրերը։ Մթության մեջ կանգնած է երեխայի ետևում մի սև ստվեր, սարսափելի պատկերով։ Այն երևում է ընդամենը մի քանի վայրկյան եւ անհետանում։ Հաջորդ տեսանյութում հյուրանոցում աշխատող երկու ընկերուհիներ խաղում են վերելակի հետ, որը պետք է իջնի մեկ հարկ ներքև։ Ընկերուհիները մրցավազք են անում վերելակի հետ, փորձում են առաջ անցնել դրանից։ Վերելակում ինչ-որ բան է տեղի ունենում։ Ահա, նայեք։ Թեև այս աղջկա հանկարծակի հայտնվելն ինքնին ապշեցուցիչ է, դա այն է, ինչ տեղի է ունենում ավելի շուտ, եւ դա է առավել շփոթեցնողը։ Վերելակը երկրորդ հարկ հասնելուն պես դուռը ինչ-ինչ պատճառներով սկսվում է բացվել ու փակվել։ Կարծես ինչ-որ մեկը կանգնած է դռան մոտ։ Վերելակում թույլ ձայն է լսվում։ Ընկերուհիներից ոչ մեկը չի կարողացել բացատրել այդ փաստը։ Այս հոլովակը դիտելուց հետո ինձ մոտ մի հարց ծագեց. որքան ժամանակ է հարկավոր մեկ հարկ ներքև իջնելու համար։ Հնարավոր է աղջիկներից մեկը կանգնած էր վերելակի կողքին եւ անընդհատ սեղմում էր կոճակը, եւ դրա համար էլ դուռը բացվում եւ փակվում էր։ Իսկ մյուսը հանկարծակի հայտնվելով վախեցնում է դիտողներին։
Իմ կարծիքով նրանք պլանավորել էին սա։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Միգուցե ես սխալվում եմ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Եկեք շարունակենք դիտելը։ Այս հյուրանոցի մեկ այլ աշխատակից տեսանյութ է նկարահանում։ We're getting crazy calls from this room that is unoccupied in the second floor. And this is like the third time it's happened. And I'm bringing y'all along with me, so... Okay. Okay. There's the phone. No one's calling, no one's here. Everything's chilling. Yep, okay. I mean, no one here, no phone calls. I'm out. This is weird. Նա ասում է, որ այդ սենյակից անընդհատ զանգում են ընդունարան, ինչը դա դարձնում է էլ ավելի տագնապալի։ Այս պահին թվում է, թե հյուրանոցի աշխատակիցը մթության մեջ ինչ-որ բան է տեսել։ Բայց կա ևս մեկ միջադեպ, որը նկարահանվել է նույն հյուրանոցում։ Գործընկերները կահույք էին դասավորում նոր սենյակում և կրկին երկրորդ հարկում։ I felt bad, but also no, don't feel bad. It's just terrible. Didn't you look like I'm gonna clean it real quick? Yeah. You know what I mean? Like I don't know. Yeah. Anyways, so my sister she graduates in 2 days, and I asked for the whole weekend off because In this corner? the right corner. Okay. Or in that corner. I don't know. I mean, like, I know it's super dark right now, but I feel like personally it would look better in this area. Մենք տեսնում ենք սև հստակ ուրվագիծ։ Թվում է, թե այն կանգնած է այնտեղ և ըստ երևույթին դիտում է, թե ինչպես են աղջիկները կատարում իրենց աշխատանքը։ Միայն մի պահ ենք մենք տեսնում բարձրահասակ կերպարը հայելու մեջ, բայց երբ տեսախցիկը մոտենում է անկյունին, որտեղ կերպարը նկատվել էր, այն այլևս այնտեղ չէր։ Հյուրանոցի բոլոր աշխատակիցները չեն կարող ազատվել այն զգացումից, որ հյուրանոցի երկրորդ հարկում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիր։ Բաժանորդագրվիր ալիքին շարունակությունը դիտելու համար։